Եվ հիմնական հարցը իսկ ով կարող է դա անել։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ըստ էության առաջարկում է ընդդիմության շարքերից ընտրություն կատարել նախընտրական լավ ծրագրեր ներկայացնող, բայց դեռևս քաղաքականության մեջ իրեն չդրսևորած ուժի եւ իր երկրի կառավարման 10-ամյա փորձով գործի միջև։ Առանց անուններ տալու երկրորդ նախագահը ակնհայտորեն համեմատություն էր անցկացնում իր եւ քաղաքականության մեջ անփորձ ու առաջին քայլերն անող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի միջև։ Մարդ, որը արդեն ապացուցել է, որ կարող է դա անել, ընդունակ է, քաղաքական թիմ, որը ապացուցել է, որ պայքարող է, թե լրիվ նոր մարդիկ, որոնք այդ ցանկությունը ունեն, բայց դեռ չունեն փորձ եւ դեռ որևէ պրակտիկ տեսանկյունից քաղաքական պայքարի մեջ չեն դրսևորվել։ Քոչարյանը թեև դեռ պաշտոնապես չի հայտարարել, թե ով է իրենց վարչապետի տեխնացուն, սակայն շաբաթ օրը հրապարակված փոդքասթից ակնհայտ է դառնում, որ հենց ինքն էլ առաջնորդելու է Հայաստան դաշինքը առաջիկա ընտրություններում։ Ինչպես երկրորդ նախագահն էր պնդում, կարող է եւս մեկ անգամ երկիրը դուրս բերել ճգնաժամային վիճակից, ինչպես որ դա արեց 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին։ Հիմա մենք պետք է դիրքավորենք մեզ որպես մի քաղաքական ուժի եւ ես ինքս որպես մի առաջնորդ, որը ընդունակ է, արել է մի երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավական լուրջ հաջողությունների հասել է եւ կարող է դա անել երրորդ անգամ։ Սա մեր մեսեջը պետք է լինի մեր ընտրողների։ Թիմակիցների հետ քննարկման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ընդունեց 2021-ի ընտրություններից հետո իր իսկ ձևակերպմամբ ինչ-որ չափով մաշեցրել են իրենց, բայց եւ պնդեց անցած 5 տարիների ընթացքում իրենց հաջողվել է նաեւ մաշեցնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այդ կերպ տեղ բացելով նոր ուժերի համար։ Համարենք, որ մենք, այսպես ասենք, մեր փողոցային պայքարը, մեր այս ջանքերը հիմա լավ հնարավորություն է ստեղծել իշխանափոխության։ Որոշ չափով մեր մաշեցման գնով։ Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը IRI-ը նախորդ շաբաթվա վերջին հրապարակեց փետրվարին անցկացված հարցումների արդյունքները, համաձայն որոնց եթե խորհրդարանական ընտրությունները նշանակված լինեին հաջորդ կիրակի, Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի օգտին կքվեարկեր ընտրողների 24%-ը, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի օգտին 9%-ը։ Ըստ այս հարցումների Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը կստանար 3%, ըստ էության դուրս մնալով խորհրդարանից։ Դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում Քոչարյանի ուժը պետք է ավելի քան 8% ձայն հավաքի։ Այն, որ երկրորդ նախագահի առաջնորդած ուժը չի լինելու հաջորդ խորհրդարանում, IRI-ի հարցումների հրապարակումից օրեր առաջ պնդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հղում անելով իրենց աշխատանքային հարցումներին։ Ձեր կեսի չափով մի հատ ուրիշ խմբակցություն ալնելու, մեկ էլ այնտեղ բանով։ Երրորդ ուժն է, ինչպես ասում են բանով, դավեսկայով մի հատ է երրորդ ուժը առնելու, որ դուք չեք լինելու։ Երկրորդ նախագահի գրասենյակը սակայն հակադարձել էր Փաշինյանին իրենց իսկ հարցումներով կասկածի տակ դնելով իշխանության պնդումները։ Հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցումները կտրուկ տարբերվում են նաև ուժեղ Հայաստանի այսօր հրապարակած հարցումների արդյունքներից։ Ըստ միլիարդատեր գործարարի թիմի պատվիրած հարցումների Սամվել Կարապետյանի օգտին պատրաստ է քվեարկել 35%-ը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի օգտին ավելի քիչ 34%-ը։ Ուրեմն ես ասեմ, հիմնական դա թույլ մարդիկ կամ իրենց վրա ոչ վստահ մարդիկ օդի մեջ դատարկ տվել են ասում։ Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներն ակնհայտորեն դուր չեն եկել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Համաձայն այդ հարցումների քաղաքական նոյան տապան կառուցող Ծառուկյանի ԲՀԿ-ի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3%-ը, ինչը նշանակում է, որ այս ուժը այս պահի դրությամբ եւս դուրս է մնում խորհրդարանից, քանի որ կուսակցությունների դեպքում անցողիկության շեմը 4% է։ Ծառուկյանը սակայն նախորդին հրապարակի հետ զրույցում ըստ էության կասկածի տակ էր դնում IRI-ի հարցումները, պնդելով, որ տեղյակ են եղել դրանցից, ավելին դրանք պետք է ավելի շուտ հրապարակվեին։ Այդ հարցման պատասխաններն էլ գիտենք, որ պետք է դա լիներ։ Ասենք թե 20 օր առաջ, որ այդ թվերն էլ մենք գիտենք, դա մեզ պետք չի, կարևորը մենք գիտենք մեր աշխատանքի արդյունքը, ժողովրդի վստահությունը, նորից եմ ասում այսօր ժողովուրդը լիարժեք միամիտ մարդ չկա, բոլորն էլ գիտակցում են, բոլորը ինձնից էլ քեզնից էլ շատ գիտեն, ով ինչ կարանի, ինչի անտունակ եւ ինչ է արել։
Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած եւ քաղաքական նոյան տապան կառուցող ԲՀԿ առաջնորդը առայժմ չի հրապարակել, թե ով է լինելու իր ուժի վարչապետի թեկնածուն, միայն վստահեցրել է, թե ինքն այդ պաշտոնին չի հավակնում։ Իդեպ քննադատության ենթարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Ծառուկյանը պնդում էր իրենց իշխանության գալու դեպքում Հայաստանում երաշխավորված խաղաղություն է լինելու, իսկ այնինչ առաջարկում է Փաշինյանը, ամենևին խաղաղություն չէ։ Այսօր խաղաղություն չկա, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ինչ ասում են պետք է կատարենք, ինչ թելադրում են պետք է կատարենք, 300,000 պետք է ադրբեջանցի գա Հայաստանում բնակվի, իսկ մեր փախստական ժողովուրդը տները թողած, նրանք իրավունք չունեն։ Սա խաղաղություն է։ Եթե մեկը կասի այո, ասեմ հալալակ։ Իդեպ ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների համաձայն քաղաքացիների 30%-ը ընտրություններից 3 ամիս առաջ դեռ մնում է չկողմնորոշված, դժվարանալով պատասխանել հարցին, թե ում օգտին կքվեարկեն առաջիկա ընտրություններում։ Հենց այս չկողմնորոշված ընտրազանգվածի դիրքորոշումն էլ էական ազդեցություն կունենա ընտրությունների վերջնական արդյունքների վրա։